մենք հաճախակի դիմում ենք ընտրողին ասելով քո ձայնը մեծ նշանակություն ունի, տանը չմնաս, շատ կարևոր է եւ այլն, որ ձայնը, այսինքն շատ կարևոր է։ Ձայնը կարող է ձևավորվել միայն մտավոր աշխատանքի արդյունքում, երբ որ դու սկսում ես մտածել, երբ որ դու սկսում ես կողմնորոշվել, բայց կողմնորոշվելու համար դու պետք է ունենաս որոշակի սկզբունքներ, որոշակի արժեքներ։ Հակառակ դեպքում քեզ շատ հեշտ է ուղղել այս կողմ կամ այն կողմ համբագորգոր խոստումներով, գեղեցիկ բառերով, խոսքերով, վախեցնելով այն ամենը, ինչ ուղղված է, ասենք ասեմ, ուղեղ անջատելու համար, իսկ դա առաջին հերթին վախն է, որտեղ վախն է անջատում ուղեղը։ Եվ եթե մենք նայենք նույնիսկ մեր հարաբերությունները, էլի անդրադառնանք Ռուսաստանի հետ, մեզ սնուցել են միշտ վախով։ Վախ անջատում է ուղեղը, դու սկսում ես ման գալ պաշտպան, որտեղ քո ուղեղը այլևս չի աշխատում, դու այլևս քո ուժերի վրա հույս չես դնում, եւ ինչպես միշտ կատարում ես սխալ ընտրություն, որտեղ առաջնորդվում ես զգացմունքներով, այլ ոչ թե ուղեղի աշխատանքով։